Իմացա իրեն միակ տղամարդը համարող են Ռոբերտ Քոչարյանին տարել են հակակոռուպցիոն կոմիտե։ Հուսով եմ կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով է դարձել դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Կկարողանա բացատրել, թե ինչ միջոցներով էր Աֆրիկայում սատկած առյուծ թամբում ու նկարվում։ Կկարողանա բացատրել, թե ինչպես Աֆրիկայում դարձավ ոսկու հանքի տեր, հունական կղզում առանձնատան տեր։ Ասել ենք, չէ, ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք։ Լավ օր ձեզ։ Նարեկ Կարապետյան։ Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, եւ փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաեւ մեր մոտեցումն էր, մեր հակադրությունն է թուրքական իշխանության, քաղաքականության։ Միևնույն ժամանակ այսօր մի ուրիշ իրավիճակ է։ Ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից։ Իլհամ Ալիևը այլ բան է խոսում, դուք այլ բան։ Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Իլհամ Ալիևը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է ատոմականը պետք է փակվի։ Երբ են իրանք վերադարձնելու մեր հողերը Պարավաքարում, Գորիսում, Ջերմուկում 2 տարի է սկսվել է դելիմիտացիայի process-ը։ Բայց ավարտվել է նրանով առաջի էտապը, որ մենակ մենք ենք տվել մի փոքր բացառություններով։ Երբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, երբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք գծվել, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի էսի, որ իրանք էլի չեն համոզում, վերջում տանեն, ձորից գցեն։ Շնորհակալ եմ հարցի համար, այստեղ շատ մեծ նորություն բացառվել։ Պարզվում է իմ խոսույթը դիսոնանս ունի, բայց միջև մի ամբողջ խոսույթը ընդդիմության նրա մեջ էր, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնականը Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ։ Այս արձանագրենք որպես նորություն։ Երկրորդը, այս շատ կարևոր մի հանգամանքի մասին է խոսքը, որ տեսեք, մեր գիտակցությունը եւ քաղաքական խոսույթները ձևավորվել են ի արձագանք ուրիշներին։ Մենք միշտ եղել ենք ռեակտիվ, այսինքն մեր ասելիքը կախված է եղել նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այո, այդ թվում իմ, այդ թվում նախորդող շրջանի, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունն է նա, որ ինքը իր ռազմավարական խոսույթները ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով, անկախ նրանից, թե ուրիշները ինչ են ասում։ Այս շատ կարևոր առանձնահատկություն է եւ ոչ սովորական մեզ համար։ Իմ դարաշրջանի եւ արդեն նախորդ դարի կեսերի, նախորդ դարաշրջանի եւ 19-րդ դարի կեսերի իրադարձությունները մեկնաբանելիս ես մեզ ուղված մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես ասում եմ, որ այդ բոլոր ողբերգությունների առանցքային պատճառն է, որ մենք չափից շատ ենք հավատացել արտաքին երաշխավորների խոստումներին, չափից շատ ենք հավատացել եւ թղթե շերեփի տրամաբանությունից ի վերջո պետքա դուրս գալ։ Եվ մենք դուրս ենք եկել այդ տրամաբանությունից։ Եվ մենք այսօր առերեսվում ենք, որ խնդրեմը մեր ժողովուրդը մի հատ լավ ասացվածք ունի, մենք որ ասում է վերքը մարմնին է ցավ տալիս։ Այդ վերքը, որը մերն է, մենք պետք է զբաղվենք այդ վերքերի բուժմամբ։ Մենք, ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այո, առաջինը ես ինքս պետք է վերցնեմ պատասխանատվություն եւ ես վերցրել եմ այդ պատասխանատվությունը։ Մեր հողերը երբ են տալու։ Սահմանազատման արդյունքում այդ հողերի մեր լինելու փաստը ես դրա համար եմ ասում քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվի են քարտեզները, որոնք այսօր գտնվում են իրավական հիմքում խաղաղության, բոլորը կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները։ Եվ ես ավելին ասեմ, ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք,
Այդքան այդ հարցը կլուծվի շատ པարզ տեխնիկական լուծումով, այդ տարածքները փոխադարձաբար մենք սահմանի երկայնքով կփռենք, կներեք այդ կոպիտ բառի համար, եւ ճշգրիտ Հայաստանի մի բան ակնհայտ է, այդտեղ կասկա Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուրե է այդ թվում էս պահին։ Արձագանք Երբ ենք շարունակելու process-ը եւ երբ են իրենք վերադարձնելու 2 տարի առաջ սկսված եւ կանգնած դելիմիտացիայի արդյունքում մեր հողերը։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը, ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեր հայտարարության համար, որովհետև դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք։ Որովհետև հիմա դուք ասացիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք այն, ինչ որ սկզբունքորեն ապացուցելու կարիք չկար էլ։ Դուք ապացուցեցիք, որ չեք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետև երկրի տարածքային ամբողջական, ցանկացած երկրի տարածքային ամբողջականություն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Տեսեք, այդ որ ասում եք դուք պառավաքարի հողերը, հնարավոր չի այլ դիրքորոշում ունենալ, այսինքն մի դեպքում այլ դիրքորոշում ունենալ, մյուս դեպքում այլ։ Որովհետև եթե մեր դիրքորոշումն են, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է, ուրեմն բոլորն եք ասեն, ինչ որ ռազմական ուժով վերցրել ենք, ուրեմն մերն է, եւ փակվեց թեման։ Էլ չեմ ասում դա կբացի ճանապարհ, ռազմական ուժով նորից վերցնելու։ Բա ինչի համար ենք ասում պատերազմի կուսակցություն։ Պարզ է, որ հիմա բան փողոցներում ավտոմատներով չեք քայլում, չեք էլ կարա քայլեք, հարցը այդ չի։ Բայց այն ինչ որ ասցիք, ուղիղ ապացուցեց այն, ինչ որ մեծ հաշվով ապացուցելու կարիք չուներ էլ։ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր։ ավարտեք, վերջացրեք։ Դմփոց այդ փաստը չի կարա ջնջի, հասկանում եք, Կտրիչ Ներսիսյանը աղջիկ ունի։ Վերջ։ Խնդրում եմ դմփացնեն նրանք, ովքեր չգիտեն եւ չգիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ։ Հա։ Ապացուցվեց ակնհայտը, մարդիկ ճշմարտության հետ խնդրեմ ունեն։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Լրեք մի հատ։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերապահարին։ Ասենք եթե դες համար սիրուհի ունեցող վեհապարը նորմալ է, ինձ համար որպես հայաստանյա ծառայելական սուրբ եկեղեցու հետևորդ դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհապարը, պիղծ է։ Լրեք, ներողություն, ավարտվեց այս հարցը։ Ասենք եթե դուք խնդիր չունեք, որ մայր աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմդմփացրեք ինչքան ուզում եք, դմդմփացրեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ նախազգուշացնում Ես ինչքան գիտեմ երեխա ունենալու ուրիշ մեթոդներ, նույնիսկ եկեղեցում չկան, երեխա ունենալու մի մեթոդ կա, այդ սեռական հարաբերություններն են։ Եվ էկոյով է։ Բան կուսակրոնություն եւ ընդ որում ես կարծում եմ, որ բոլոր այդ գիծը հատած
հոգևորականները պետք է հեռանան ամենայն հարգանքով, ես չեմ դատապարտում ոչ մեկին, բայց իրենք կատարել են իրենց ընտրությունը, թող տեղափոխվեն աշխարհի Պարոն կյանք։ վարչապետ, անցնենք հաջորդ հարցին, ինձ թվում է բոլոր պատասխանները տրված են։